Ժողովուրդը միշտ հասկանում է, երբ որ դիմացինը սուտ է ասում եւ ճշմարտություն ասողից տարբերում են։ Հիմա կարող եք ինձ ասել, բա ինչպես եղավ, որ Նիկոլ Փաշինյանը սուտ ասեց եւ գնաց։ Դա ասում է, բայց ժողովուրդը չի ընդունում այդ սուտը։ Մենք բոլորս է տեսնում ենք, որ այսօր ժողովրդի մեծամասնությունը այլևս Նիկոլ Փաշինյանի ասածները չեն առաջետի մարդկա ասում է չեմ ուզում լսեմ իրեն, իսկ լսողն է ասում է սուտ է ասում, սուտ ասան է։ Հիմա ես կարծում եմ, որ մեր այդ մոտեցումը, ճշմարիտ մոտեցումը, որը հաճախ նաև մեր դեմ է աշխատում, որովհետև մարդ չի սիրում ճշմարտություն լսել։ Մարդը միշտ սիրում է, որ լսել իրեն հաջող խոսքեր, գովաբանություն, բայց մենք որ ասենք ճիշտը, եւ ինչպես քիչ ասեցին, որ մենք պետք է նաեւ ցույց տանք այդ մեր քարոզչական process-ում մեր նախկինում ասածը եւ ինչպես է դա եղել իրականություն եւ այդ ճշմարտության մեջ կան շատ դառը ճշմարտություններ, օրինակի համար երբ որ մենք սրանից 10 տարի առաջ ասում էինք, որ Արցախը աբխազացման է գնում, մարդիկ չէին էլ հասկանում, թե աբխազացումը ինչ է, այն ժամանակ չէին հասկանում, իսկ հիմա արդեն կաշվի վրա են զգացել դժբախտաբար, այս օրինակները բերելով դա նույնպես օգնելու է, որպեսզի այդ մեր ռեսուրսները որ ունենք օգտագործենք ճիշտ ձևով։